Բարև ձեզ, ես Լուսինե Մխիթարյանն եմ։ Հիմա ինձ պատիվ է ընձեռնվել պատմել Վանի ժանյակի մասին։ Ընդհանրապես ժանյակների տեսակները շատ են, բայց ասեղնագործ, այսինքն զուտ ասեղով գործած ժանյակները քիչ են ու այդ կարատեսակները համարվում են ամենաբարձր որակի ասեղնագործություններ։ Հայկական ասեղնագործ ժանյակը ունի շատ հին պատմություն։ Բաժանվում է 3 ասեղնագործական դպրոցների՝ Վանի, Կարինի և Կիլիկիայի։ Ես ձեզ ցույց կտամ Վանի ասեղնագործ ժանյակը և Կարինի ասեղնագործ ժանյակը։ Այս կարատեսակները շատ բարդ են, բայց ամբողջ աշխարհով հայտնի են որպես հայկական։ Հայկական Վան քաղաքը արհեստագործական խոշոր կենտրոն է եղել, ունեցել է հատուկ արհեստանոցներ, որտեղ մարդիկ զբաղվել են ժանյակով։ Ջութ Նախշի անունով Վանի արհեստանոցները կոչվել են Ճթարան։ Բոլորի տներում հաստատ կգտնեք այսպիսի կլոր անձեռնոցիկներ, որոնք որ գործած են թելով և ասեղով, զուտ միայն թելով և ասեղով, ուրիշ գործիք սրա համար պետք չի, ոչ օղակ, դե բնականաբար մկրատ պետք է և հաստատ կտեսնեք, որ ունեք այսպիսի իրեր։ Մի քանի իր ցույց տամ, սա իմ մայրիկի ասեղնագործած ժանյակն է, սա իմ սկեսուրի սկեսրոջ գործածն է, որը Վանից է, ամբողջությամբ գործած է ասեղով և թելով։ Այս գրպանիկի մեջ պահել են տարբեր իրեր և սա կախել են գորգից որպես գրպանիկ։ Այսպիսի իրեր կան նաև մեր հայկական թանգարաններում։ Հայտնի են նաև թաշկինակները, որոնք որ էլի տարբեր ձևի ասեղնագործած են Վանի ժանյակով։ Եթե դուք ունեք հին նմուշ ասեղնագործության, ունեք սա ինձ նվիրել են, տեսնում եք, որ այստեղ պատրված է և սա էլ մեր տանն է եղել Վանի ժանյակ, տեսնում եք պատրված մասեր կան։ Շատ հետաքրքիր է այս կարգը, քանի որ արվում է հանգույցներով, նույնիսկ երբ որ ինչ-որ թել մաշվում է, ժանյակը չի քանդվում, քանի որ արվում է հանգույցներով և ինքը հիմա ծառայելու է որպես հնություն, որպեսզի ցույց տանք, թե ինչպիսի նախշեր, ինչպիսի ձևեր է ունեցել։ Եթե նկատում եք, գործվել է համակենտրոն նախշերով, ամեն շերտից շերտ անցնելու ընթացքում նախշը փոխվել է, բայց դա արվել է ընդամենը մեկ կարատեսակով։ Հնում այսպիսի թաշկինակներ գործել են ոչ թե մեկ կամ մի քանի հատ, այլ տասնյակներով են ունեցել և օժիտի մաս են կազմել։ Եթե դուք ձեր տանը ունեք մնացած ձեր նախնիներից, տատիկներից այսպիսի ժանյակներ, խորհուրդ կտամ այսօրվա համար իրենց օգտագործել որպես նկար։ Օրինակ շրջանակի մեջ անցկացնել և կախել պատից։ Ինքը կլինի և հուշ, և շատ գեղեցիկ ժամանակակից գեղարվեստական իր կստացվի, կզարդարի տունը և կլինի հիշատակ ձեր նախնիներին։ Սա իմ մայրիկի գործածն է, աշխարհով մեկ ինքը հայտնի է որպես հայկական ասեղնագործ ժանյակ։ Նորից գործված է միայն թելով և ասեղով և սա շարունակվելու է, նորից համակենտրոն նախշեր են, պտույտներով, կրկնվում են տարբեր նախշեր, այստեղ տեսնում եք թռչուններ, ձկներ, կենդանիներ, միգուցե մարդիկ էլ լինեն այս պտույտների մեջ, ցույց տամ, թե ինչպես են սկսում ասեղնագործությունը, հայկական ասեղնագործ Վանի ժանյակը։ Ուրեմն սա նմուշներ են և ամեն մի տողը մի նախշ է։ Երբ որ սկսում են սովորել, տեսեք, ամեն մի նախշ ունի իր անվանումը, սա ջութ է, սա մուշաբաղ է կոչվում, սա իմ առաջի գործերից է, բերել եմ, որ ցույց տամ, սա ցանցկեն նախշ է կոչվում, սա սաղքերն են կոչվում։ Ես սովորել եմ Սոֆիա Գալֆայանից, հայկական Վանի ժանյակը իհարկե մամայից եմ սովորել, բայց հիմնականում Սոֆիա Գալֆայանից։ Ուրեմն շարքերով արվում են այսպիսի նախշեր, սովորում են, որպեսզի այս նախշի մեկ միավորը հետո կարողանան կիրառել կլոր ժանյակի մեջ կամ որևէ հագուստի
եզրի դաշկինակի սփռոցի եզրի համար։ Եթե անհրաժեշտ է լինում, կարող են նաև մեկ միավորի հաշվարկով գործել հատահաշիվ ստանալ տվյալ թելի համար։ Իսկ հիմա ձեզ ցույց տամ, թե ինչպես է սկսվում այս աշխատանքը։ Վերցնում եք կտոր, ծալում եք եւ սովորում եք հայկական ասեղնագործ վանի ժանյակի հանգույցը։ Ասեղը խրում եք կտորի մեջ, թելը պետք է լինի ասեղի վրա, պոչիկի թելը անպայման անցնում է այս ուղղությամբ ասեղի տակով եւ դուրս եք քաշում թելը ուղղելով։ Եթե ուշադրություն եք դարձնում, տեսնում եք, որ ութի պես հանգույց ստացվեց, ուրեմն ամեն ինչ ճիշտ է արված։ Ձգում եք մինչև վերջ, ամուր քաշում եք թելը, հետո ասեղով ուղղում եք այս կամարը կոչվում է ծակթակալ, դա վանում են անվանել այդպես, անվանումներն են պահել, հետո գործում ենք հաջորդ կամարը, նորից թելը պիտի լինի ասեղի վրա, պոչիկի թելը անց ենք կացնում ասեղի տակով, դուրս ենք քաշում ասեղը, ուղղելով եւ ստանալով այս ութաձև հանգույցը, հայկական ժանյակի հանգույցը, նորից ձիգ քաշում ենք, ստացվեց երկրորդ ծակթակալը։ Այսպես շարքերով գործում ենք նախշերը, սովորելով պոտոկ, ջութ, մուշաբախ, խաչ մուշաբախ եւ այսպես նախշերի արեգ, սահքերը եւ նախշերը շատ են բրինձ եւ այսպես ստանում եք բոլոր նախշերը։ Երբ որ այս նախշերը սովորում են, հետո սկսում են գործել կլոր ժանյակներ, որովհետեւ կլոր, եթե սա ունի հիմք կտորի վրա, կլոր ժանյակը գործվում է օդի մեջ առանց կտորի։ Ցույց տամ ինչպես է գործվում կլոր ժանյակը։ Ուրեմն կլոր ժանյակը, երբ որ արդեն լավ ստացվում է հանգույցները եւ նախշերը, կարող եք սկսել կլոր ժանյակը։ Կլոր ժանյակ սկսելու համար մատի վրա մեկ անգամ թելը փաթաթում ենք, կապում ենք հանգույցը, նորից ուռում ենք, որ լինի ութի նման հանգույց, ձիգ կապելով, դրանից հետո սկսում ենք գործել ծակթակալներ այս կլոր օղակի վրա, որը ստացել ենք թելը պտտել։ Եվ այսպես հաշվում եմ, որ ես ունենամ այս օղակի վրա 5 հատ ծակթակալ, 2, 3, 4 եւ 5։ Բնականաբար ես հիմա գործում եմ շատ խոշոր եւ թելը հաստ է, իրականում ժանյակի թելը եղել է շատ բարակ եւ մետաքսաթել է եղել։ Երբ որ ես ստացա ինձ անհրաժեշտ քանակությամբ 5 հատ ծակթակալ, դրանից հետո պոչիկի թելից բռնում եմ եւ քաշում եմ այնպես, որ այս սկզբի օղակը փակվի։ Օղակը փակվելուց հետո ունեցա այսպիսի կենտրոն ծաղիկ։ Մեկ հատ ծաղկաթերթիկ ավելացվում է կողքից եւ փակեցինք կլորը։ Տեսնում եք ինչ ստացվեց։ Ստացվեց կենտրոնը կլոր ժանյակի, որը շարունակելու դեպքում, այսինքն ես եթե հիմա շարունակեմ համակենտրոն նախշերով լցնել, մեծացնել, կունենամ վանի ավանդական կլոր ժանյակը։ Այս մի հատ հանգույցով, ութաձև հանգույցով, նորից ցույց տամ այս հրաշք հանգույցը, տեսնում եք, այս հանգույցով ստացվում են բոլոր բազմաթիվ նախշերը, որը որ ես սկզբում ցույց տվեցի, ընդհանրապես այս մեկ հանգույցի շնորհիվ։ Ուրեմն սա վանի ժանյակն է, կարինի ժանյակի մասին խոսելիս պետք է ցույց տամ ձեզ, թե ինչ իրեր են ստացել։ Սա վարդ թանթանա է կոչվում, եթե տեսնում եք այս գրքերի մեջ լուսանկարված հայկական տարազի մաս է։ Կնոջ գլխանոցն է, այսինքն ճակատին է դրվել այս գլխանոցը, նույն հանգույցներով է գործված այսպիսի ծավալային ծաղիկները։ Եթե ես ձեզ ցույց տամ մոտիկից, տերևներ եւ ծաղիկներ են սրանք։
տարբեր են շատ եղել եւ այդ ընթացքում ուրեմն այս գլխանոցի մեջ տեղավորվել են նաեւ փոքրիկ ակլորիկներ։ Նորից գործված է միայն թելոասեղով եւ այս ակլորիկները միայն ոտիկներով են կպել այս գեղեցիկ պարտեզին, սա խորհրդանշում է դրախտային պատտես, իսկ ակլորը խորհրդանշում է լուսաբացը եւ չար ուժերի խափանումը։ Նկարագրություն կա, որ երբ որ կինը քայլում էր, այս ակլորիկները թեթևակի շարժվում էին եւ կարծես թե կենդանի թռչուններ լինեին։ Եվ այս դրախտային պարտեզի գեղեցիկ լրացում էր այս ակլորիկները։ Գործված է մետաքս թելով, մեջը լցրած են թելեր եւ շատ հետաքրքիր իր է ինքը, ուղղակի տեսնում եք ինչքան փոքր է, այս մի փոքր ակլորիկը գործելու համար երևի մոռացել եմ արդեն ինչքան է։ Կես ժամ ժամանակ հաստատ պետք է լինելու, որ մի հատ sense փուջուրիկ ակլորիկ ունենա, կամ մի ժամ, արդեն չեմ հիշում ինչքան եմ ժամանակ ծախսում։ Շատ տարբեր են այս ծաղիկները, մի քանի օրինակ ցես ցույց տամ, տեսնում եք իրանք գնդիկներ են, ծաղիկներ են, այսպիսի ծավալային ծաղիկներ են, որի մեջ կան առեջներ, որի թերթիկները իրար միացված են, ունի ծաղկաբաժակ եւ այսպիսի ծաղիկներով զարդարվել է կնոջ գլխանոցը։ Կիլիկիայի ասեղնագործ դպրոցում գործվել է այսպիսի ճակատնոց, որ հիմնականում սպիտակ թելով է գործվել եւ էլի նորից այս շուշան ծաղիկներով եւ ակլորներով զարդարված է եղել։ Եվ իհարկե շատ տարբեր են ծաղիկների տեսակները, նուռիկներ, տերևներ, մեխակներ, վարդեր, պտուղներ, կաղիններ շատ տարբեր են եղել եւ այս վարդանթանաները հայկական ասեղնագործության ամենաբարձր բարդության աշխատանքներն են։ Գործվել է մետաքս թելերով։ Ամեն մի ծաղկեփունջ ունի թերթիկներ, ունի առեջներ եւ գործելու համար պետք է լավ հմուտ լինել, այսինքն այնպես չի, որ դուք միանգամից վերցնեք ու սկսեք սա գործել եւ ամեն ինչ ստացվելու է հալած յուղը պես sense ասած, շատ բարդ է, պետք է շատ պարապել, որ ստացվի քո ուզածը։ Գլոր ժանյակի հիմքից ստանում ենք նաեւ ծավալային ծաղիկներ։ Ծավալային ծաղիկները գործելու ժամանակ տեսնում եք, որ արդեն պտուտները գնում են ոչ թե հորիզոնական, այլ դեպի վերև են գնում։ Այսինքն հիմա այսպիսի ծաղիկ գործելու համար, տեսնում եք, սրա ծաղկաբաժակը, այսպիսի ծաղիկ գործելու համար ես շարունակում եմ գործել պտուտները, բայց այս ուղղությամբ ամբողջը արված է ձեռքով։ Շատ նուրբ աշխատանք է, շատ եզակի յուրահատուկ աշխատանք է, իմ այս գործում եմ շատ հասթելով, որպեսզի տեսանելի լինի։ Իրականում այնքան բարակ է թելը եղել, եթե նայում եք իմ նմուշների, որ նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչպես է ասեղը անցել այդ թելերի արանքով, այդպիսի բարակություն կա։ Հիմա եթե ես շարունակեմ այսպես պտտվել, տեսնում եք, որ ինքը ավելի այսպես խողովակի պես բարձրանում է, հետո կարող եմ սա փակել։ Տերևը գործում է ուրիշ սկզբունքով։ Հիմա ցույց տամ ծաղկաթերթիկները, նորից խողովակի ձևով բարձրացա, հիմա բաժանում եմ ծաղկաթերթիկների, ամեն մի այս ծաղկակալը հաշվելով։ Այսինքն ես գործում եմ հիմա 2 հատ ծաղկակալ, հետո դարձնում եմ պոտոկ։ Ասում եմ այս բառերը, բայց հասկանում եմ, որ եթե դուք սա չեք տեսել, չգիտեք, ուղղակի սրանք բառեր են։ Ասում եմ, որպեսզի ծանոթանաք, որպեսզի հասկանաք, թե ինչքան մեծ է այս ոլորտը, ինչքան շատ անվանումներ կան, տեխնիկաներ կան եւ բոլորը կարիք ունեն մեր պահպանության, որտեղ սա մեր մշակույթի մասն է, որ եթե չանենք, կորցնում ենք ինչ-որ մի հատ շատ սիրուն, շատ գեղեցիկ, շատ հարազատ բան։ Դրա համար գոնե ծանոթանալու կարգով սա պետք է իմանալ եւ տեսնել։
Տեսնում եք, երրորդ թերթիկը գործեցի եւ իմ հաշվարկով դեռ 2 թերթիկ էլ պետք է գործեն, որ ստացվի այսպիսի ծաղիկ վարդանթանը։ Պատկերացրեցիք, չէ՞, ինչպես է սա ստեղծվել։ Հետո այս բոլորը հավաքվել է մի հատ ժապավենի վրա եւ այդ ժապավենը կարվել է թավշյա կտորի վրա եւ ստացվել է շատ գեղեցիկ այսպիսի գլխանոց։ Նորից ասեմ, որ սա շատ հասթելով է գործած, եթե ես համեմատեմ իմ գործերի հետ։ Սերիկ Դավթյանը հայկական ասեղնագործության ուսումնասիրողը, դասակարգողը, արվեստագետ եւ ազգագրագետ է եղել եւ շնորհիվ իրեն մենք ունենք շատ մեծ գիտելիքներ այդ ոլորտում։ Եվ լսեք ինչ է ինքը գրել. երբ հմայված նայում ես հին ասեղնագործություններին, կարծես լսում ես դարերի խորքից եկող ստեղծագործ վարպետների հիացական երգը։ Կան զարդարանքներ, որ երաժշտության պես նուրբ են ու խոր, կան զարդարանքներ, որ ասեղնագործողը տարիների ընթացքում հերոսության հասնող աշխատանքով է ստեղծել։